Վերջին 2 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավելի պատարագների, որոնք իրականացվել են հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաների կողմից։ Ինչպես է գնահատում այդ երևույթը։ 23.4% նշել է, որ լիովին դրական է գնահատում, 13.7% նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 11.1% նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում այդ երևույթը եւ 39.3% նշել է, որ լիովին բացասական։ Եվ 12.6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Մենք ստացվում ենք, որ 50%-ից ավել մենք ունենք ցուցանիշ, ովքեր որ բացասական են գնահատում այդ երևույթը։ Ըստ երևույթի 12.6%-ը, որը որ դժվարացել են պատասխանել, ես կարծում եմ եւս կարելի է դասել է բացասական ավելի շատ հատվածությանը, քան թե դրական վերաբերմունքին այս երևույթին։ Ճանաչում եք, գիտեք արդյոք հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, սա շատ հետաքրքիր հարց էր եւ շատ հետաքրքիր պատասխաններ ենք ստացել։ Ճանաչում եմ, գիտեմ, լիդերներն են 2 քաղաքական գործիչները, Նաիրա Զորաբյան 91.9%-ը ճանաչում են եւ Վարդան Ղուկասյան դոկ նշել է 90.7%-ը։ Ուզում եք մի րոպե պաուզա տանք, հա, չէ՞ մեր հարգարժան գործընկերները։ Հա, լավ, շարունակենք, եթե հետո պետք է մենք առանձին կանադանանք։ Նորից այս հարցի վերադառնանք, երկրորդ էշելոնը, հա, ճանաչվածության առումով դա 84.5% ցուցանիշով Էդմոն Մարուկյանն է, 82.2% Արտուր Վանեցյանը եւ Արմեն Աշոտյանը 81.2%-ով եւ նրանցից ավելի ցածր ցուցանիշով, բայց բավականին կարծում եմ լավ ճանաչվածություն է իրենց համար։ Արման Թաթոյան 63.1%, Անդրանիկ Թևանյան 50.3%, Էդգար Ղազարյան 37.9%, Սուրեն Սուրենյան 36.1%, Գուրգեն Սիմոնյան 30.1% եւ Հայկ Նահապետյան նշել է 28.8%։ Այստեղ պետք է ասեմ, որ այս ցանկը առաջադրվել է մեր կողմից, հա, եթե հարցեր ցակեն, թե ինչի այլ գործիչներ կան կամ չկան, այս ցանկը մեր կողմից է, մեր թիմի կողմից է նախանշվել եւ առաջարկվել, որպեսզի հասկանանք, որքանով են ճանաչված կամ նվազեն ճանաչված այս գործիչները։ Այս հարցից հետո այն մարդկանց, ովքեր որ ճանաչել են, հա, ասենք մարդ կա, քաղաքացի կա, կարող է ճանաչել 3 կամ 4 կամ 5 քաղաքական գործիչ, ում որ ճանաչել են, հա, խնդրել ենք գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ գործիչի։ Հիմա այստեղ ուշադրություն դարձրեք, հա, կրկնում եմ, առաջատարները Նաիրա Զորաբյան եւ Վարդան Ղուկասյան դոկուսակցությունից եւ Էդմոն Մարուկյան 84%, Արտուր Վանեցյան, Արմեն Աշոտյան 80%-ից ավել։ Եվ որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, գնահատել են այն հարցերին, ովքեր նախորդ հարցում նշել են, որ ճանաչում են ճարտարբերակը։ Եւ այսպես դրական տիրույթում ամենաշատը գնահատվել է Արման Թաթոյանը իրեն ճանաչողների մեջ, հա, 21.7%, ասել որ լիովին հավանություն է տալի եւ ավելի շուտ հավանություն է տալի 22.5%-ը։ Գուրգեն Սիմոնյան 20.3% եւ 17.3% դրական տիրույթում, Էդգար Ղազարյան 16.2% եւ 20.2% էլի դրական տիրույթում եւ Վարդան Ղուկասյան 16.1% եւ 13.8%։ Այս առումով, որ մենք նայում ենք Վարդան Ղուկասյանի ցուցանիշը համեմատելով իր ճանաչվածության հետ, ինքը այդ առումով ամենադրական շատ դրական տիրույթում գնահատական ստացած քաղաքական գործիչն առաջարկվածներից։ Հայկ Նահապետյան 15.6%-ը լիովին հավանություն է տալի եւ 19.8%-ը ավելի շուտ հավանություն է տալի։ Մնացածների ցուցանիշները դուք եւս կարող եք նայել ուսումնասիրել, բայց սա կարծում եմ շատ հետաքրքիր ցուցանիշ է նաեւ այս գործիչների համար, որովհետեւ իրենք կտեսնեն եւ իրենց ճանաչվածությունը եւ թե ինչպես են վերաբերվում իրենց որպես քաղաքական գործիչ։ Երկու պարագայում են, նրանք կարող են աշխատել իրենց այդ ցուցանիշների վրա եւ ունենալ փոփոխություն, դրական թե բացասական, բաց կլինի հետագա մեր հետազոտություններից։
Մեր արդեն ցավոք սրտի ավանդական դարձած հարցերից ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան արդյոք քաղ բանտարկյալներ 61.3%-ը նշել է որ այո կան անցած ցուցանիշը 62%-ն էր գրեթե բան չի փոխվել 23%-ը ասում են որ ոչ չկա եւ 15.7%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին եւ այդ 61%-ին մենք խնդրում ենք ասել եթե ասում եք որ կան քաղ բանտարկյալներ ովքեր են նրանք Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2%-ը նշել որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, խնդրում եմ վերադառնալ եւ հիշեք ժամանակահատվածը հետազոտության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր տեղի ունեցել։ Վազգեն Սաղաթելյանն նշել են 3.2%, Դավիթ Համբարձումյանը 2.9% եւ դեռ 1.4%-ը նշում է Արմեն Աշոտյան։ Ну, այստեղ հետաքրքիր բան է, որտեղ ըստ երևույթի Պարոն Աշոտյանը ազատության մեջ է, բայց եթե չեմ սխալվում, ոտքին այդ միջև դա կարծեմ տնային կալանքեր, հա, հետո հիմա այդ բրասլետի արկայությունը կա, ինչևիցե 1.4% նշել է որ Արմեն Աշոտյանը դեռ քաղ բանտարկյալ է։